ինչպես են պարզաբանել այս անգամ։ Այս անգամ ընդունելությանը պետք է ներկայաներ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից պատգամավոր Դավիթ Կարապետյանը, որի դեպ նոր է ընտրվել պատգամավոր 2024 թվականին, մինչ այդ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը եղել նայեցի կենսագրությամբ 44-օրյա պատերազմի մասնակից ա եղել, իբր կարծում եմ, որ եղել է, հետաքրքիր էր ինձ իմանալ նաև նրա վերաբերմունքը որպես մասնակից Արցախ-Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, բայց ազգային ժողովի աշխատակիցը հայտնեց, որ ընդունելությունը այլ քաղաքացիների մասով կայանալու է եւ քիչ առաջ հրավիրեցին քաղաքացիներին ընդունելության եւ հայտնեց, որ Դավիթ Կարապետյանը միայն ինձ նպատակահարմար չի համարում ընդունելության արժանացնել, այսինքն այն արդեն կարող ենք ասել ավանդական մոտեցումը, որը ցուցաբերում են միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները։ Պարոն Ղազարյան, սա ձեր որերորդ փորձն էր քննարկելու այս գործընթացը եւ դեռ ինչքան պիտի փորձեք։ Մայիս, հունիս, հուլիս-օգոստոս ամիսներին չի լինում ընդունելություն, սեպտեմբեր, հոկտեմբեր 4 ամիս ես բոլոր հանձնաժողովների ընդունելություններին եմ եղել գրանցված եւ ազգային ժողովի երկու փոխնախագահների բոլոր ընդունելություններին։ Այլևս դժվար եմ ասել հաշվարկը քանի ընդունելություն չի կայացել, իմ հաշվումներով արդեն մոտավորապես 30 միայն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որով որ անցնում են ազգային ժողովի 25 պատգամավորներ ԿՊ խմբակցության, որտեղ դե վարույթներ չեն նախաձեռնում, ես որ հաղորդում եմ տալի հանցագործության մասին, ոչ մի հիմնավորում չունեն։ Քրեական օրենսգրքից, դատավարության օրենսգրքից մի քանի հոդվածներ արտագրում քննիչը գրության մեջ եւ ասում են նպատակարարմա չեմ համարում վարույթ նախաձեռնել։ Ես դա բողոքարկում եմ։ Նա հետաքրքիր դեպք կա, որ բողոքարկումը հասել է դատարան, դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին վարույթ նախաձեռնել։ Նրանք նախաձեռնել են շատ կարճ ժամանակ հետո իմ բոլոր միջնորդությունները մերժում են վարույթային գործողություններ իրականացնելու եւ ազդարարում են վարույթը ավարտելու մասին։ Իհարկե ես դրանք բոլորը բողոքարկում եմ, հիմա դատական process-ների մեջ են։ Ամենայն հավանականությամբ, քանի որ արդեն ինձ համար պարզ է մոտեցումը եւ արդեն մի հատ ամբողջ իրավական process-ի մի հատ արգղ առաջացել փաստաթղթերի, ես հիմա այն ժամանակապետք այդ իրավական գործընթացին ուշադրություն դարձնեմ, հավանաբար հաջորդ ամիսներին ընդունելության կգրանցվի միայն ազգային ժողովի փոխնախագահների մոտ, Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի, իսկ նախագահի հետ պատրաստվում եք։ Ազգային ժողովի նախագահի ընդունելություն ուղղակի չկա կարգում, այսինքն երբ որ իրանք ընդունելություն են, նախաձեռնությունը իմը չի, նախաձեռնությունը ազգային ժողովինն է, քաղաքացիների ամեն ամսվա ընդունելություն։ Իսկ այդ ընդունելության ցանկի մեջ պաշտոնյաների մեջ ազգային ժողովի նախագահը չկա, կան ազգային ժողովի նախագահի տեղականները եւ հանձնաժողովները։ Դիմել եք այլ հացակարգով հանդիպելու։ Չէ, չեմ դիմել, բայց կարծում եմ, որ արժի իրանը դիմել նաեւ որպես ազգային ժողովի նախագահի, նաեւ իրան տեղյակ պահելու, թե ինչ է կատարում ազգային ժողովը։ Դուք կարծում եք, որ քպականները ձեզ հետ կհանդիպեն այն բանից հետո, երբ դուք իրենց մասին օրինակ Facebook-ում վիրավորական գրառումներ եք կատարում։ Գուցե դա է պատճառը, որ նրանք նախաձեռնությանը չեն ուզում մասնակից դառնալ, որտեղ դուք վիրավորում եք իրենց։ Չէ, ես ոչ մեկին չեմ վիրավորել, իրանցից ոչ մեկը ինձնից չի վիրավորվել բացի Ալեն Սիմոնյանից, որովհետև վիրավորանքը դա քաղաքացիական իրավական կարգավիճակ է եւ նրանք ովքեր որ վիրավորվում են դատական հայցեր են ներկայացնում կամ արտադատարանային կոնտակտի են դուրս գալ, այսինքն ինձ որևէ ԿՊ-ական պատգամավոր բացի Ալեն Սիմոնյանից դատական հայց չի ներկայացրել իմ դեմ վիրավորանքի իմաստով եւ ոչ էլ արտադատարանային process են սկսել, այսինքն ոչ էլ դիմել են ինձ խնդրելով որ ես հերքեմ իրենց մասին տեղեկությունը կամ ներողություն խնդրեմ մինչեւ դատարան դիմել, այդ նշանակում է որ ես Իմ որևէ խոսք նրանց հասցեին վիրավորական չի եղել։ Իմ խոսքը եւ անկեղծ ասած ես վիրավորել տրամադրությունը չունեմ, ես քննադատում եմ նրանց ապազգային թրքահաճո գործունեությունը եւ ես կարծում եմ, որ իրանք լուր գլուխները եւ ակաժները կախ ընդունում են այդ քննադատությունը, հասկանալով, որ դա խիստ օբյեկտիվ եւ բավականին իրենց արժանինքների իմաստով շատ մեղմ քննադատություն է, որտեղ իրանք շատ ավելին են արժանի, քան ինչ որ ես եմ ներկայացնում իմ սուր խոսքով։ Պարոն Ղազարյան, տեսեք, ասացիք, որ այդ իրավական process-ները խոչընդոտվում են, բայց մի կողմից էլ հենց այս գործընթացին առնչվող դրվագում մեծ թափ են հավաքում, օրինակ խոսքը երբ վերաբերում է impeachment-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, այսօր պարոն Համբարձումյանը իջնելու է օդակայան եւ արդեն
իսկ հրապարակումներ կան, որ հենց օդանավակայանում են նրան ձերբակալելու, հնարավոր է օրինակ Համբարձումյանի կալանավորմամբ խոչընդոտել իմպիչմենտի գործընթացին եւ որ դեպքում այդ գործընթացը հաջողության կհասնի։ Չէ, նրա նկատմամբ կալանքը խափանման միջոց կիրառելը գործընթացի իրավական իմաստի վրա ազդեցություն չունենա, որովհետև այդ գործընթացում տեխնացուն առանցքային դերակատարություն չունի, որովհետև որոշումը կայացնողը տեխնացուն չի, որոշումը կայացնողները պատգամավորներն են։ Պարզավոր թե պատգամավորներն իմպիչմենտի որոշում կայացնեն եւ պարոն Համբարձումյանը ընտրվի վարչապետ, բնականաբար նա ազատ կարձակվի եւ կանցնի իր պարտականությունների կատարմանը։ Հակառակը, ես կարծում եմ, որ այս ամենը պետքա լուրջ ազդակ հանդիսանա մեր հանրությանը, մարդիկ պետքա տեսնեն, որ այն մարդիկ, ովքեր հաղթում են այս իշխանություններին եւ հանդես են գալիս որպես վարչապետի տեխնացուներ, նրանք կամ գնդակահարվում են, կամ ձերբակալվում են։ Ես ճիշտ հասկացավ, անհրաժեշտ բոլոր քվեները կա, ուղղակի միակ խոչընդոտը այն էլ մեծ հաշվով խոչընդոտել չի կարող լինել, դա պարոն Համբարձումյանի կարճաժամկետ ազատազրկումն է, միակ խնդիրը։ Չէ, քվեները կլինեն այն ժամանակ, երբ որ հարցը դրվի քվեարկության, առայժմ կա նախաձեռնություն, որին միացել են ազգային ժողովի 34 պատգամավորներ, նրանք հանդիսանում են այդ նախաձեռնության համահեղինակները։ Իսկ մյուս տեսեք, գործընթացը ինչ տրամաբանություն անեց։ Սկզբից ոչ մի պատգամավոր դա չէր նախաձեռնել, ճիշտ ասենք, ապրիլի 29-ի դրությամբ, երբ որ ես նամակներով դիմել եմ։ Հետո 6 պատգամավորներ նախաձեռնեցին, հետո եւս 28-ը միացան այդ նախաձեռնությանը։ Այդ ընթացքում 2 պատգամավոր, բայց ով ասում որ կանգնել է։ Քանի քպական կա որ միացել է անդիմությանից նախաձեռնության։ Հիմա քանի, ասենք, ենթադրենք Հայաստան խմբակցությունից էլ ոչ մեկը մի պահ չէր միացել, չէ՞, պատիվ ունենալ չէր նախաձեռնել։ Գործընթացը որ Փաշինյանի անունով առավոտի ցիրիկուն երթում չեն ուտում, ինչպես քպականները, դուք հույս ունեք, որ մի քպականի կարողանալու եք այս նախաձեռնությանը կողմ դարձնել։ Գիտեք ինչ, իմ տրամաբանությունը կառուցված չի քպեական, ոչ քպեական բանաձևումներով։ Իմ տրամաբանությունը կառուցված է Հայաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով։ Սահմանադրությամբ ասում է, որ անվստահության գործընթացը իրականացնեն ոչ թե քպեականները, այլ ազգային ժողովի պատգամավորները։ Սահմանադրության տրամաբանությամբ այս գործընթացի առաջի հեղինակները հենց պետք է լինեին ՔՊ-ի խմբակցության պատգամավորները։ Տեսեք, օրինակ Հովիկ Աղազարյանի ասացի մեջ մեծ շատ հետաքրքիր տրամաբանություն կա։ Ինքն էլ է, չէ, Հակոբ Աստանյանի հետ այլ նախաձեռնության։ Ասում են Նիկոլ Փաշինյանը շեղվել է մեր նախընտրական ծրագրից։ Այսինքն ինքը գիտակցում է, որ ինքը պատգամավոր է դառել, որովհետև այդ ծրագիրն է ընդունվել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ ծրագրից շեղվել է։ Հիմա ինքը ասում է պետք է այլ վարչապետ լինի, որ այդ ծրագրի դրույթները կատարի։ Հիմա այդ տրամաբանությունը կարծում եմ առողջ տրամաբանություն է։ Եվ ոչ թե պետք է ասել թե քպեականները երթվում են Նիկոլ Փաշինյանի անունով, այլ ճիշտ հակառակը։ Պատգամավորները պիտի հասկանան, որ իրենք ոչ թե վարչապետի անունով պիտի երթվեն, այլ պետք է վերահսկեն վարչապետի գործունեությունը։ Հիմա իրենք ասում են մենք խախտում բան չենք տեսնում, շեղում չենք տեսնում եւ վարչապետին իմպիչմենտ հայտնելու, անվստահություն հայտնելու գործընթացի անհրաժեշտ չենք տեսնում 18 հոգի է պակասում, ինչպես է կարողանալու այդ 18 հոգուն ներգրավել։ Հիմա իրենք դա ասում են, չէ՞։ Դե իրենք խո, ասենք, մարգարեներ չեն, իրենք առաքյալներ չեն, որ մենք իրանց sense ասածներ ընդունենք անվերապար ճշմարտություն։ Հիմա ասում են, ես էլ ասում եմ Դավիթ Կարապետյան, դու էլ ես կարծում, որ չկա շեղում։ Դե հիմա արի նստենք, եթե ինքը տառաճանա չէ, ենթադրում եմ, որ տառաճանա չէ, կարդամ կառավարության գործունեության ծրագիրը։ Ու ես իրեն ցույց կտամ, թե կառավարության գործունեության ծրագրում ինչ է գրած, եւ հիմա իրականության մեջ ինչ գոյություն, բայց իմ այս հանդիպումների գալու նախաձեռնության իմաստը այդ չհասկացող քպեական ձեր ասած պատգամավորներին ինտելեկտուալ, մեթոդական աջակցություն ցուցաբերելն է։ Ինձ մի վերագրեք բաներ, որ ես չեմ ասել, չհասկացող քպականներ չեմ ասել։ Չէ, դուք ասում եք, որ քպեականներ են, որոնք տեսնում են, որ շեղում չկա։ Իմ կարծիքով դա չհասկանալու հետևանք է։ Հիմա ես էլ ասում եմ, քանի որ իմ ընկալումներով իրանք դա չեն հասկանում, դուք էլ եք արձանագրել, որ իրանք չեն տեսնում շեղումներ, հիմա իմ հանդիպումներին հայտարարություններին հղում հասկացա։ Ու ամեն ինչ ճիշտ եք ասում, դուք ձեր ասածից մեջ ոչ մի սխալ բան չկա։ Հիմա իմ այս հանդիպումների իմաստն է նրանց ինտելեկտուալ եւ մեթոդական աջակցություն ցուցաբերելն է այդ հարցում, որովհետեւ ես իրանց ցույց տամ, թե որոնք են շեղումները, որոնք կան կառավարության ծրագրի եւ վարչապետի հիմիկվար, այսինքն եթե իրանք կարդում են կառավարության ծրագիրը ու կարդացածը չեն հասկանում, որոնց է գրած է, որ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համարում է գերակայություն եւ այդ խնդրի լուծումը տեսնում է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Այսինքն այդ նախադասությունը կարդալուց եթե չեն հասկանում,
Ես ինձ պատրաստ եմ դա բացատրել, որ այդ կառավարությունը լուծարել է ԵՀԿ Մինսկի խումբը, շեղվել է իր ծրագրից։ Պարոն Ղազարյան, այս համատեքստում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ խոսում էին, նշում էին, որ փողոցում process-ի պարագայում կան իշխանական պատգամավորներ, որոնք պատրաստ են միանալ։ Ձեզ այս առումով ինչ-որ տեղեկություններ հայտնի են կամ մոտավորապես թիվ գիտեք։ Չէ, նախ ասեմ ձեզ, որ մեր սահմանադրությունը եւ ազգային ժողովի կանոնակարգը չի նախատեսում այդ որոշման կայացում փողոցում մարդկանց առկայության պայմաններում, այսինքն այդ որոշումը կարա կայացվի նաեւ առանց փողոցում մարդկանց հանրահավաքներ կազմակերպելու։ Ուղղակի այն տրամաբանությունը, որ փողոցում մարդկանց աջակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ որոշումների կայացման համար, ես կարծում եմ հիմնավոր եւ տրամաբանական։ Ուստի, երբ որ լինի հանրային մեծ աջակցություն, այդ գործընթացը իմ կարծիքով առավել մեծ արագությամբ եւ բովանդակությամբ թափ կհավաքի, իսկ թե ովքեր կլինեն պատգամավորները, որոնք կմիանան, ես նրանց անունները եւ թվաքանակը չգիտեմ, բայց մենք դա կարող ենք իմանալ հենց գործընթացի պահին, այսինքն որ պահից որ նրանք միանան։